ավելի շատ գործնական այցերով եք լինում Արցախում, թե Այնպես էր, շատ հաճախ փորձում էի տաք եղանակին ընկերներից, ծանոթներիս, ուսանողներիս, ով Արցախում չէր եղել միջև այդ, այսպես բաներ, հա, մեր մոտ նպատակ էր, չգիտեմ, ցանկություններ, մարդկանց Արցախը ցույց տալու իմ Արցախը, այն Արցախը, որ ես եմ սիրում, որ սպիտակ բանկ է, որ բարձրանում ես Տիգրանակերտ գնալուց, այնտեղ շատ համով թուզ էր, վայրի, շատ քաղցր։ վայրի թուզը մենք չենք ուտում։ Մենք երևանցիներից համար դա էկզոտիկ էր։ Վայրի թուզը ուտելու չէր։ Արդեն չէ, բան էր, նո, տենց վայրի չէ։ Ինը կատում եմ ոչ մեկին էր, ուղղակի աճում էր ճանապարհի մոտ։ Այդպես շատ հետաքրքիր ես ունեմ իմ Արցախը եւ որ ուզում եի ցույց տալ ընկերներից, որոնք այդտեղ երբեք չեն եղել, համը, հոտը, էմոցիան Արցախի չեն զգացել եւ գրեթե չի եղել մարդ, որի հետ մենք գնանք այդպես պատտվենք Արցախով, տարբեր վայրերով եւ ես միշտ ունեի շատ հետաքրքիր մշակած մարշրուտներ, հա, ճանապարհորդության, շատ հավես գնում ենք, հավես գալիս ենք մեծ կամպանիաներով, զավեշտալի պատմություններով իհարկե, համեմված, բայց չի եղել մարդ, որ ինձ հետո ասի, այսքան ճանապարհը իզուր կտրեցի եկա, որովհետև Արցախը դառնում էր այդ ամեն մեկի հոգու մասնիկ եւ հիշողության մաս եւ ես հիշում եմ նույնիսկ այդ ամենաապաքաղաքական ընկերներս 20 թվականի պատերազմից հետո 23-ից հետո մխկը տալով զանգում էին ինձ, որտեվ ասում եմ ոնց մենք այդ ամեն ինչը էլ չենք տեսնելու, ասում Ժորժ ջան դուք հասցրել եք դա գոնե տեսնեք։ Իսկ երբ որ ինձ զանգում են ընկերներ, որոնք չեն էլ հասցրել այդ ամենը տեսնել, այտենց միշտ հետո էինք ցում ասում են լավ կգնամ մի օր կնայեմ Մայրենք ինչ ասեն։ Չնայած երևի իրանց համար ավելի հեշտ է, մարդիկ, որոնք Արցախը չեն տեսել, նույնիսկ ասում են ինչ լավ է, որ չենք տեսել, ավելի ծանր երևի ավելի հեշտ են տանում նրանք, ովքեր չեն տեսել, չեն զգացել, չեն վայելել Արցախը։